վեհ ու գեղեցիկ զգացումներ բարձրաճաշակ երաժշտության լեզվով։ Նախադեպը չունեցող նախաձեռնություն Բարգավաճ Հայաստան կուսակցության եւ Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի շնորհիվ դպրոցականների ֆիլհարմոնիա ծրագիր, որը մեծ հնչեղություն է ունեցել դեռևս խորհրդային միության տարիներին։ Հին ու բարի ավանդույթները կենդանություն են ստանում նաեւ այսօր։ Մերօրյա դպրոցականները մոտ 1 ամիս շարունակ բարձրաճաշակ արվեստին հաղորդակից դառնալու հնարավորություն են ունեցել։ Ծրագրի նպատակն էր դպրոցահասակ երեխաներին ավելի մոտեցնել, ավելի ծանոթացնել դասական երաժշտությանը, ավելի բարձրաճաշակ երաժշտական արվեստին բազմահազար աշակերտների եւ դպրոցի ուսուցչական աշակերտական ծնողական կոլեկտիվների կողմից դրական արձագանքներ կան։ 10 համերգային ծրագիր 1 ամսվա ընթացքում Երևանի 12 վարչական շրջանների ավելի քան 13000 դպրոցական ոչ միայն հայ ու արտասահմանյան կոմպոզիտորների ստեղծագործություններն ունկնդրելու, այլ նաև երաժշտական աշխարհի գաղտնիքները բացահայտելու հնարավորություն են ստացել ճիշտ տեղում եւ ճիշտ ժամանակին։ Նախաձեռնությունը բարձր են գնահատում հենց իրենք երաժիշտները։ Ոգևորությունն անթաքույց է, առավել եւս որ յուրաքանչյուր անգամ բեմ բարձրանալիս լեփ-լեցուն դահլիճից բացի նաև դպրոցականների խանդավառությանն ու բուռն ծափողջուններին են ականատես լինում։ Այսօր 10-րդ համերգն է դպրոցականի ֆիլհարմոնիայի, որին մասնակցեց 13000 ձեզ նման դպրոցական եւ դատելով համերգներից եւ հետո արձագանքներից մենք հասկացանք, որ ձեր ընկերներին եւ եթե ձեզնից ոմանք երկրորդ անգամ են այստեղ շատ դուր է եկել այս ամեն ինչը, ինչի համար մենք առաջի հերթին ուզում ենք շնորհակալություն հայտնենք պարոն Գագիկ Ծառուկյանին, որը փաստորեն այս 10 համերգները ինքը նախաձեռնեց եւ ինքը ֆինանսավորեց եւ ես նաեւ շատ երախտապարտ եմ իրեն, որ ինքը այդ բանը արեց, քանի որ ձեզ երիտասարդներին բերեց դեպի արվեստը, դեպի դասական երաժշտությունը։ Կարևոր է, որ կրթել դասական երաժշտությունը գնահատող եւ ընդհանրապես արվեստը գնահատող սերունդ եւ այդ գործում պարոն Ծառուկյանը շատ գնահատելի գործ է անում։ Արձագանքները շատ դրական են, երեխաները շատ լավ, ճիշտ, գեղեցիկ ընդունում են ամեն ինչ։ Համերգային ծրագիրը հագեցած է հայտնի կատարումների զուգահեռ նաև գիտելիքներ տվյալ ստեղծագործության եւ կոմպոզիտորի վերաբերյալ, իսկ ոգևորությունն առավել քան զգալի է, երբ դպրոցականներն իրենք են դառնում համերգային ծրագրի անմիջական մասնակիցները։ Ուրեմն կուկուն ինչ ձայն է հանում։ Բուռն ծափողջուններին ու ջերմ տպավորություններին զուգահեռ նաև համերգասրահը չլքելու ցանկություն։ Այս ամենը միջոցառման սպասված ու հաջողված լինելու ամենավառ ապացույցն է։ Դպրոցականներից շատերն անկեղծությամբ են խոստովանում, եթե մինչև օրս դասական երաժշտություն չէին լսում, ապա այսուհետ բացն անպայման լրացնելու են։ Ես չէի կարող պատկերացնել, որ դասական սիմֆոնիան կարող է այսպիսի լինել, այսպիսի էմոցիաներով լի գեղեցիկ, եւ ուզում եմ շնորհակալություն հայտնել պարոն Ծառուկյանից, որ կարող է այսպիսի միջոցառումներ կազմակերպել մեր ապագա սերնդի համար, մեր համար, այսինքն դասական երաժշտությունը դա հոգու հարմոնիա է, որի կարիք ունի յուրաքանչյուր մարդ, մատուցում էր բարձրակարգ երաժշտություն, որը չլսելն ուղղակի անհնար էր, ամեն ինչ հիանալի էր, բրավո։ Ասեմ, որ անհամբեր սպասում էինք այս հրաշալի համերգին։ Դասական երաժշտությունը ամեն ինչ է, եթե չլինի, չկա, Հայաստան չկա։ Պես բան չկա, դասական երաժշտությունը ամենտեղ պետք է լինի։ Այն շատ ուսանելի է, որովհետև նմանատիպ միջոցառումների շնորհիվ է սեր արթնանում դեպի մշակույթը, դասական երաժշտությունը։ Այսօր մի մեծ դաս էր հանրապետության ողջ աշակերտության համար եւ դա հանդիսանում է տրամաբանական շարունակությունը այն հայեցի դաստիարակության, որը մենք փորձում ենք դպրոցում ապահովել։ Ուզում եմ իմ ողջ գործընկերների եւ իմ անունից որպես մանկավարժ խորին շնորհակալություն հայտնել Ծառուկյան հիմնադրամին եւ անձամբ պարոն Գագիկ Ծառուկյանին այս աննախադեպ գեղեցիկ միջոցառման համար։ Այսպիսով մեկ ամսյա համերգային ծրագիրը հաջողությամբ է իր եզրագծին մոտենում, իսկ առջևում արդեն նորանոր գաղափարներն ու դրանք համատեղ ջանքերով կյանքի կոչելու պատրաստակամությունն է։ Վարդուհի Մելտոնյան, Աշոտ Համբարձումյան, Հովհաննես Քյուրքչյան, Էպիկենտրոն։